Պարոն Թորոսյան, հարգելի գործընկերներ, մենք երևի վերջի, չգիտեմ, տասնամյակներին անընդհատ խոսում ենք, որ մեր Սփյուռքից լավ մասնագետները պիտի գան, կազմակերպված բերենք իրանց վերաբնակեցնենք Հայաստանում, պայմաններ ստեղծենք եւ այլն, բայց դա իրականում միֆ է ու իրացվելի չի այդ գաղափարը, որովհետեւ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ հիմնականում ներգաղթ ունենում են այն երկրները, ովքեր կամ երկրները ներգաղթ բերում են, կարողանում են բերել այն երկրներից, որտեղ մեկ անձի մեկ շնչի հնան ավելի ցածր է, էականորեն ավելի ցածր է, քան այդ երկիրը, որը ընդունող կողմն է։ Հիմա նույն եվրոպական երկրների շատերը դա արեցին, հատկապես աֆրիկյան, մուսուլմանական ուրեմն ռեգիոններից բերեցին շատ հեշտությամբ ներգաղթյալներ, Ֆրանսիայի օրինակը կարող ենք բերել եւ այլն, ինչը էական խնդիրներ ստեղծեց, որովհետեւ մեծ սոցիալական բեռ դարձավ այդ երկրի համար կամ այդ երկրների համար։ Իսկ մեր դեպքում հիմա մեր դեպքում մենք նախ ներգաղթ ապահովելու համար պետքա սոցիալական համապատասխան ուրեմն պատրաստվածություն ունենանք եւ երկրորդը աշխատատեղեր բավարար ունենանք, որովհետեւ ներգաղթ ապահովելու համար այդ մարդկանց պետքա ավելի բարեկեցիկ կյանք խոստանաս, որպեսզի ինքը գա քո երկիր, սկսի ստեղծել, արարել եւ այլն, բայց քանի դու աշխատատեղերի մեծ պահանջարկ չունես, այդ ներգաղթ ապահովելը ինչքան ուզում է լավ ծրագրեր ունենաս, նույնիսկ սոցիալական մեծ ծախսումներ անելով դա իրատեսական չի, այսինքն նախ մենք պետքա մեր տնտեսությունը դարձնենք ավելի մրցունակ, գրավիչ ու աշխատատեղերի մեծ ուրեմն պահանջարկ ձևավորենք, որպեսզի կարողանանք այդ երկրներից ներգաղթ ապահովել։ Այդ երկրներն էլ արդեն պատկերացնում ենք ինչպիսի երկրներ կարող են լինել։